Հայ բարև ձեզ։ Լենական դիսպյուր է սպասում, բայց էլ տեղ չեն հասնում։ Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրի վարչական ղեկավարը Գյումրիից երկու խմբի էր սպասում, մեկը թատերախումբ էր, մյուսը նկարահանող խումբ։ Փաստորեն մենք առաջ ընկանք եւ Վլադիկ Գևորգյանը առաջին հերթին ներկայացրեց մշակույթի տան վերանորոգված դահլիճը, որտեղ նախատեսում են տարբեր թատերական եւ երաժշտական միջոցառումներ անցկացնել։ Այս վիճակն է, այնտեղ սա փտած է, սա հանել է բանը կարել։ Իրանք ուրախացան ասում շատ լավ է։ Մեծ գումար դրեցին։ Ցանկանում է, որ ընդարձակ լուսավոր դահլիճը միշտ մարդաշատ լինի եւ ոչ թե բավարարվեն միայն վերջին զանգի միջոցառումներով։ Գյուղի մշակութային կյանքը աշխուժացնելու համար բանակցում է տարբեր թատերախմբերի եւ երաժշտախմբերի հետ։ Սա արդեն մի տարի է, որ մենք վերանորոգել ենք, ասենք ուզում եմ, որ համերգ լինի, վերջը ինչ-որ միջոցառում լինի, թատրոն լինի, մի բան լինի, վերջը այս գյուղը մի քիչ շնչի էլի, ես ուղղակի ափսոսում եմ, շատ եմ ափսոսում։ Նշում է, հեռավոր գյուղերի հանդեպ ուշադրությունը բավարար չէ, դրա կարիքն ունեն հատկապես սահմանամերձ բնակավայրերը, հետևաբար անհրաժեշտ է համայնքների համաչափ զարգացում ապահովել։ Այսօր մտնում ես Երևան, ոնց որ են Մեղրի փեթակի նման, սա շենքերն էլ կառուցում են, բան սա Երևան, ախպեր դուրս եկեք, մի հատ Երևանից դուրս եկեք։ Ափսոս է մեր գյուղերը, Հայաստանը Երևանով չի։ Վարչական ղեկավարի տեղեկացմամբ Վարդանիձորն այսօր ունի մոտ 300 բնակիչ, ունեն նորակառույց դպրոց եւ մանկապարտեզ։ Ցավով է նշում, որ այս տարի ընդամենը մեկ առաջին դասարանցի են ունեցել, սակայն լավ տրամադրության առիթ էլ կա, ասում է զբաղվածության խնդիր չունեն։ Մարդիկ այգիներն են մշակում, նաեւ աշխատում շինարարական եւ այլ կազմակերպություններում։ Մեղրիում ասենք աշխատանքի խնդիր չկա։ Եթե մարդ ցանկանում է աշխատի, աշխատանքը կա։ Այգիներ է մշակում, ընկույզն է, կարալյոկն է, կիվի էլ նույնիսկ աճում ստեղ, կիվի էլ են աճեցնում մարդիկ, մեղվաբուծությամբ են զբաղվում, անասնապահությամբ են զբաղվում, ված չի, նորմալ է։ Հողագործությամբ զբաղվելու համար այստեղ նպաստավոր պայմաններ կան, եւ եղանակն է բարենպաստ եւ ջուրը կա։ Կառուցված է գյուղի ներքին ջրագիծն ու ջրատարը։ Այստեղ ուրեմն գյուղա ջուրն է ապահովում, ճիշտ ասած առաջ խնդիրներ կար, բայց աստիճանաբար այդ խնդիրները վերացվեցին ու ջուրը հիմա կա, գյուղում ստեղ կա, թկուտում էլ է ջուրը ապահոված։ Ամենակարևոր խնդիրներից մեկը ըստ Վլադիկ Գևորգյանի ճանապարհների վիճակն է։ Գյուղամիջյան ոլորապտույտ ճանապարհները բարեկարգման կարիք ունեն։ Որ ասֆալտապատեն շատ լավ կլինի, մոտավորապես կիլոմետր 200 մետր, այսինքն շրջանաձև, մենք ուզում ենք, որ ասֆալտապատում կատարվեր, դա է հիմնական խնդիրը, դե մնացածն էլ խնդիրներ կան, բայց գյուղացին ինքը պետք է անի։ Վարդանիձոր եւ Թղկուտ գյուղերը մինչեւ 1988 թվականը մեծամասամբ բնակեցված են եղել ադրբեջանցիներով։ Նրանց հեռանալուց հետո այստեղ հաստատվել են Հայաստանի այլ վայրերից տեղափոխված եւ Ադրբեջանի տարբեր շրջաններից բռնագաղթած հայերը։ Ուրեմն վարպետները հիմնականում եղել են հայեր, ադրբեջանցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Մեր հայկական գյուղերը, ասենք հայերը դուրս էին գալիս, ադրբեջանցի գալիս լցվում էին։ Հայ գյուղացին այսօր իր հողի վրա աշխատում արարում է, չխնայելով իր ուժն ու առողջությունը, սակայն պետական հատուկ ուշադրությունն ու վերաբերմունքը ել ավելի կամրացներ նրա թիկունքը, ինչու՞ չէ նաև ոտքերը, այն հողի վրա, որը ժամանակին շահագործում էին անշնորհակալ մեր հարևանները։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Regions TV, Մեղրի համայնք, գյուղ Վարդանիձոր։